Բարև ձեզ, բարի գալուստ, update լրատվական։ Թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության պետական տոնի Ռուսաստանի օրվա առիթով։ Այս նշանակալի տոնը մարմնավորում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների պատասխանատվությունը իրենց երկրի ապագայի հանդեպ, ինչպես նաև պետության զարգացման ուղու անկախ ընտրությանն ուղղված բարեկամ ռուս ժողովրդի ձգտումը։ Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության եւ պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետև եւս կնպաստեն համագործակցության ամրապնդմանը եւ մեր երկրների միջև համագործակցության հնարավորությունների ողջ շրջանակի օգտագործմանը։ Մաղթում եմ ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն եւ հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին ամենայն բարիք եւ բարգավաճում։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը եւս շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Համապատասխան շնորհավորական ուղերձը արտաքին գործերի նախարարությունը տարածել է X-ի իր միկրոբլոգում։ Շնորհավորում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մեր գործընկերներին եւ Ռուսաստանի քաղաքացիներին ազգային տոնի Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Մաղթում ենք ձեզ խաղաղություն, բարգավաճում եւ ամենայն բարիք, ասված է ուղերձում։ Եվ շարունակելով շնորհավորանքների թեման, Ուզբեկստանի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. Հարգելի Նիկոլ Վովայի, սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում կայացած հերթական խորհրդարանական ընտրություններում ձեր գլխավորած քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Ընտրությունների արդյունքները հայ ժողովրդի կողմից ձեր վարած ներքին եւ արտաքին քաղաքականության, այդ թվում Հարավային Կովկասում խաղաղության եւ բարգավաճման ապահովման ուղղված ձեր ջանքերի նկատմամբ ունեցած բարձր վստահության գործնական հավաստումն են։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում մեզ կհաջողվի ապագայում եւս ավելի ընդլայնել մեր փոխշահավետ համագործակցությունը։ Օգտվելով առիթից մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, երջանկություն, մեծ հաջողություններ ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն եւ բարօրություն։ Նիկոլ Փաշինյանը այսօր հունիսի 12-ին գտնվում է մեկօրյա արձակուրդում։ Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հեծանվային զբոսանքից տեսանյութ։ Ներքևում Իջևանն է, իսկ այստեղ ես իմ հեծանիվով։ Լավ օր բոլորիդ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խոսելով ընտրությունների մասին նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ։ Նախարարի խոսքով բոլոր քաղաքական ուժերի համար ապահովվել են պատշաճ պայմաններ, նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով։ Ես ուզում եմ փաստել նորից, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ։ Մեր ընտրական օրենսգիրքը տալիս է բոլոր քաղաքական ուժերին, բոլոր հնարավոր գործիքակազմերը հետևելու այդ ամբողջ գործընթացին եւ հավաստիանալու, որ ընտրական process-ները պատշաճ են կազմակերպված, ընդ որում ընտրատեղամասերում ունենալու վստահված անձինք, ընտրատեղամասում կան նաեւ դիտորդներ, ընտրատեղամասերում տեսահասկման համակարգով հեռարձակումներ գոյություն ունեն, որոնց եւս հսկում են տարբեր ներկայացուցիչներ եւ կարծում եմ այս ամբողջ process-ի արդյունքում ես գոնե թե չեմ տեսել մինչև այս պահը քաղաքական որևէ ուժի կողմից որևէ ներկայացրած արձանագրում, որը կլինի փաստահեն, իրավաչափ եւ նմանատիպ պնդման կհանգեցնի։ Ճեպազրույցի ժամանակ Արփինե Սարգսյանը անդրադարձավ նաև 12-ամյա աշակերտի օրգանիզմում ենթադրյալ թմրամիջոց հայտնաբերելու դեպքին, նշելով, որ սա մտահոգիչ է եւ ամբողջ իրավապահ համակարգը այս պահի դրությամբ պատշաճ կերպով դիտարկում է դեպքը։ Ես ուզում եմ նշել այս դեպքի մասով, որ նախ դեպքը մեզ համար մտահոգիչ է, որովհետև առաջին անգամ է կարծես թե
նմանատիպ իրավիճակ, երբ որ ունենք այսպիսի դեպք, ամբողջ իրավապահ համակարգը այս պայծրությամբ աչոչ կերպով դիտարկում է դեպքը, ունենք հաղորդում, որը փոխանցել ենք քննչական մարմնին, ոստիկանությունը օպերատիվ հետախուզական ինտենսիվ աշխատանքներ է տանում, սկզբից ունեինք անձ նույնականացված, բայց կարծես թե փաստերը բավարար չէին եղել, որպեսզի վստահ լինենք, որ տվյալ անձի կողմից է կատարվել, հավելյալ մանրամասներ այս պայծրությամբ չեմ կարող հայտնել, բայց ուզում եմ նշել, որ փորձաքննության արդյունքում, ինչպես գիտեք, թմրամիջոցի հետք էր նախնական տվյալներով հայտնաբերվել։ Այս պայծրությամբ աշխատում ենք, որպեսզի տեսնենք ամբողջ պատկերն ինչպիսին է եւ արագ գնանք առաջ, վստահ եղեք, որ հարցը իմ հսկողության ներքո է գտնվում եւ ցանկացած ճշգրիտ ինֆորմացիա ունենալու պայմաններում կհանրայնացվի։ Այսօր տեղի է ունեցել ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծիք է հայտնել, որ մայրաքաղաքում խցանումները տնտեսական աճի պատճառով են։ Ըստ նրա, ավտոմեքենաների համար պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ։ Ավինյանի խոսքով սա է լինելու այն փաստահեն արդյունքը, որ քաղաքապետարանը ունենալու է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի աշխատանքի արդյունքում։ Նախ եկեք հասկանանք ինչու է առհասարակ Երևանում քաղաքում խցանումներ։ Առաջին եւ հիմնական պատճառը տնտեսական աճն է, եւ այս տնտեսական աճը բերել է մարդատար ավտոմեքենաների քանակի, ահռելի ավտոմեքենաների քանակի աճի։ Եվ իրականում մենք որքան էլ Երևան քաղաքում ավելացնենք հանրային տրանսպորտը, որը մենք տարիների ընթացքում անընդհատ իրականացրել ենք, հանրային տրանսպորտը իր ժամանակացույցով չի կարողանալու աշխատել, եթե մենք չունենք սահմանափակում մարդատար ավտոմեքենաների համար։ Մարդատար ավտոմեքենաների համար վստահորեն պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ եւ դրանք փոխարինվեն հանրային տրանսպորտի առանձնացված ուղեգծերով, ամբողջական ուղեգծերով եւ Երևան քաղաքում, ինչպես նաեւ եվրոպական բոլոր քաղաքներում իրականացվելու է այս ծրագիրը, բայց արդեն թվերի հիման վրա։ Այսինքն մենք այս պիլոտի արդյունքում ունենալու ենք հստակ թվեր, թե քանի ավտո է մուտք գործում այս պայծրությամբ Երևան քաղաք, ինչ չափի կայանման տեղեր պետք է ստեղծվեն քաղաքի մուտքերի մոտ, քաղաքի որ հատվածներում ինչ կայանման տեղեր պետք է ստեղծվեն եւ ինչ տեսակի սահմանափակումներ են մտնելու մարդատար ավտոմեքենաների համար եւ առանձնացված գծերը ավտոբուսային եւ տրոլեյբուսային, որ հատվածներով են անցնելու։ Սա է լինելու այն փաստահեն արդյունքը, որ մենք ունենալու ենք ԵԵԿԿ-ի աշխատանքի արդյունքում, Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի աշխատանքի արդյունքում եւ մենք հուսով ենք, որ նախնական պատկերը ունենալու ենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իրականացնելու ենք 2027 թվականին։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան Պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքական գործիչ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան Պանթեոն ծաղիկներ դրել անվանի գործիչի շիրիմին եւ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզպետներ Ահարոն Սահակյանի, Կարեն Սարգսյանի եւ ճանապարհային դեպարտամент հիմնադրամի պատասխանատուների հետ այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի հատված, որտեղ 3 կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել։ Նախարարը շրջայց է կատարել, ծանոթացել է վնասների չափերին եւ տեղում պատասխանատուների հետ քննարկել կամրջի հիմնանորոգման եւ նշված հատվածը հնարավորինս արագ երթևեկելի դարձնելու համար կարճաժամկետ եւ երկարաժամկետ լուծումները։ Այս պահին էլ տեղում աշխատանքներ են տարվում փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ։ Ներկայում ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ 1 գոտիով։
Այլ թեմաների մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում հունիսի 14-ին ամփոփում է ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները։ Այս պահին իրավիճակի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք։ Ուստի կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը։ Նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերով, բաց է լինելու նաև լուսաբանման համար։ Նիստից անմիջապես հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանդես կգա մամուլի ասուլիսով, ասվում է հաղորդագրությունում։ Ուժեղ Հայաստան դաշինքը դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ Դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։ Մենք ներկայացրեցինք 2026 թվականի հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմում։ Նշված դիմումի շրջանակներում ներկայացրել ենք այն մասշտաբային ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել նախքան քվեարկության օրը, ինչպես նաև քվեարկության օրը ևս։ Մենք հատկապես նաև շեշտադրել ենք այն բոլոր ռեպրեսիվ գործողությունները, որոնք տեղի են ունեցել, վարչական ռեսուրսի չարաշահումները, ատելության խոսքը ևս։ Ուզում եմ մի կարևոր հանգամանք բացահայտեմ ձեզ, որ այս ժամանակահատվածում հատուկ առանձին անդրադարձ չենք կատարում։ Մեր կողմից ներկայացվել էր մի քանի դիմումներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թե ատելության խոսքի վերաբերյալ, թե վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ։ Մենք դրանց հետ կապված ստացել էինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի կողմից անգործությունը, մի կողմից մերժումը։ Դրանք բոլորը բողոքարկվել էին վարչական դատարան եւ մենք ունենք նաեւ վարչական դատարանի վճիռներ, որոնցով այս խնդիրները արձանագրված են։ Այսինքն սա ոչ միայն մեր կողմից գնահատողական դատողություններն են, այլ սա նաեւ դատական ակտերով հստակ արձանագրված հանգամանք։ Ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ցանկացել է հատել Հայաստանի Հանրապետության սահմանը, սակայն սահմանապահները նրան դա թույլ չեն տվել։ Մենք այսօր պետք է լինեինք Վերին Լարսում եւ ներկայացնեինք, թե ինչ խայտառակ իրավիճակ է հայկական բեռնատարների եւ գյուղմթերքի արտահանման հետ։ Արմատ մեդիայի հետ համատեղ պրոյեկտ է, որ ուղիղ եթերով պետք է ներկայացնեինք մոտապես 15 կիլոմետր ձգվող հերթը, եւ որ հայկական գյուղմթերքները չեն կարողանում անցնել սահմանը։ Բայց սահմանապահ ծառայությունները մեզ տեղեկացրին, որ իմ այցելությունը այնտեղ արգելված է եւ սահմանափակում դրեցին իմ վրա, Արմատ մեդիան դա կանի, իսկ ես կշարունակեմ այստեղից հետևել պրոցեսներին։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, անդրադառնալով հետընտրական զարգացումներին եւ ընդդիմության կողմից հնչող հայտարարություններին։ Մենք հաղթեցինք ընտրություններում, բայց կարևորը նույնիսկ դա չէ։ Կարևորն այն է, ժողովուրդ ջան, որ դուք ձեր քվեարկությամբ կանխել եք Հայաստանի Հանրապետության բռնազավթման փորձը։ Բառից բուն իմաստով։ Որովհետեւ երբ որ վերլուծում ես արդյունքները, ակնհայտ է, որ 3 ընդդիմադիր ուժերը, Քոչարյանի ուժը, Ծառուկյանի ուժը եւ Կալուգացի ուժը բաժանել են համատարած ընտրակաշառք։ Այո, իրավապահ մարմինները ինչքան կարողացել են այդ դեպքերը բացահայտել են, բայց ակնհայտ է, որ դեպքերի մի մեծ հատված էլ մնացել է չբացահայտված։ Եվ ակնհայտ է այս տասնյակ ձայնագրություններից, որտեղ մենք լսել եք բոլորը, երբ որ այս ուժերի տասովշիկները խոսում են ընտրակաշառք բաժանելու մասին, ակնհայտ է, որ մենք գործ չունենք ինչ որ անկախ դեպքերի հետ։ Գործ ունենք նպատակաուղղված, կազմակերպված, օտարերկրյա աջակցությամբ ընտրակաշառքների բաժանման սխեմայի հետ եւ ակնհայտ է, որ այս տասովշիկները ուղղակի մի օր չեն զարթնել որոշել ընտրակաշառք բաժանել։ Ակնհայտ է, որ իրանց հրահանգել են եւ ակնհայտ է, որ իրանց փող են տվել, որպեսզի նրանք բաժանեն։ Եվ ես ակնկալում եմ եւ մենք ակնկալում ենք, որ մոտակա ամիսներին մեր իրավապահ մարմինները բացահայտեն այս ընտրակաշառքների սխեման եւ մինչեւ վերև հասնեն եւ գլխից բռնեն։ Ակնհայտ է բոլորին, որ կա 3 պատասխանատու՝ Քոչյանը, Կալուգացին եւ Ծառուկյանը։ Ես ակնկալում եմ, որ նրանք պիտի կրեն պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության բռնազավթման փորձի համար։
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բողոքի ակցիա է իրականացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց։ Հիշեցնենք, որ 3 կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել անվավեր ճանաչել 2 ընտրական տեղամասի 35/65 և 10/51 արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ այդ ընտրատարածքներում քվեարկության մասնակիցների թիվը արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։ Այս որոշման արդյունքում ԲՀԿ-ն կորցրել է 213 ձայն։ Մենք ունենք միայն մի սպասելիք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր գործունեությունը ծավալի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի և սահմանադրության շրջանակներում, այլ ոչ թե լինի այս կամ այն քաղաքական ուժի, տվյալ դեպքում քաղաքացիական պայմանագիր և Նիկոլ Փաշինյանի ցանկությունների, երազանքների և այլն կամակատարը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու յուրաքանչյուր քվեն ինքը անսասան և անհերքելի իրավունք է, որից այսօր մեզ փորձում են զրկել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել իր սպասարկման տարածքում գտնվող 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ Այս տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ Թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը 809 որոշման համաձայն արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։ Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները բացառությամբ անճշտությունների չափի ըստ որոշման արձանագրվել են 0։ Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցչի կողմից ընտրակաշառք տալու հերթական դեպքը բացահայտելու մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեն այդ մասին տարածել է հաղորդագրություն։ Հակակոռուպցիոն կոմիտեի և ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության Լոռու մարզի Վանաձոր համայնքում գործող տարածքային շտաբի ներկայացուցիչ հանդիսացող և նույն կուսակցության անունից հանդես եկող անձը կուսակցության օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց հիշյալ կուսակցությանն ընտրելու պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք։ Ստահված անձի համար մարդ կարած գրես այսօր։ Հա, լամի րոպե, լամի լուփոյ տեղաս, այն բանեմ չէ։ Այդ որտեղ է իրանց տաղը։ Մամանց կողքի շենքն է։ Հա, այսինքն մանկապարտեզը բանը կարա ալի։ Արդեն ջանի ընկերոյի մաման է, 10 ընկերոջ։ Հասկացանք։ Անեն չիմաստ, ցաղորկ, այնեք 20,000 Դու ոնց որ տեղը չեք բերեմ, ես հեռախոսով բազար վազալ մեկան։ Հա, լավ, всё, կապի ավար։ Նորակ է Ռուսաստանից։ Դու հասկացանք ինքը մարդ ունի հեժոր բերի մեզ տա։ Չէ։ Լասա հետաքրքրվի։ Հա, լավ։ Մարեգամ կուները ոչ մենակ։ Գեղերից, հա, մենակ։ Լավ այլա։ Արտուրի գիտատիկն է էլի։ Լավ, դրա համար եմ ասում, էլի։ Դեպտիկ ջան, եթե մարդ մուստ կեղնի, ուզենան, գրես։ Մենակ անուն, ազգանուն հասցե։ Հաստատը հետո էլի հեռախոսով չէ, դավայ դե, որովհետև էլ ժամանակներս քիչ է։ Մի քանի օր բանանում։ Քանի հոգի։ Ինչքան լի ենքան կուտասնա։ Այո։ Բայց։ Անդոն միտր գործ կա այս առուկյան ինքնությունների համար, հա? Դե այս պահին հիմա բանը, մենակ անուն ազգանուն հասցե ու հեռախոսը համար կարագիր անտակ։ Ալինա, ես միշտ եմ տեմ աշխատիկ, թե ընտրից եմ իրան։ Դու համ ընտրելու ես, համ էլ բանը, մենակ ընտրության օրը, շտաբում դու էլ արդեն ուշացար աշխատելու մաս։ Գիտես ինչի, որովհետև շուտվանից է էլի սկսած այս գործունեություն, ոնց ասեմ, մենակ ես այսօր էլ ասել եմ։ Всё, դե ես այսօր տեսակ ես, բայց դրա համար ինչքան հեռախոսով չենք խոսեմ կյանքն, ես հիմի գնացել ա ժողովի, էսա կկա ժողովից, դու ամսի 7-ին ես աշխատելու, բոլոր պայմանները քեզ կասեն։ Դու եթե կարող ես, ինչքան մարդ կարող ես, դու բանանա գրանցի ուղղակի, որ ընտրել։ Հարկացար, որ քու բանը սանդղակը բարձանա։ Հա, դե լավ ասիճան առայժմ։ Ես որ դու տանը կեղնես, հեռախոսով չեմ բանանում, էլի կգամ, որ մամանց գնալուլն է։
Այսօր չէ, եկեք սպիտակ ենք գնալու աչքերի հիմա, հարմարացնեմ միրանքով ես քեզ կտենամ։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Մարտի 1-ի գործով մեղադրյալ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի ներկայացել հունիսի 12-ին դատական նիստին։ Այդ պատճառով դատավորը որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին։ Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալի կարգավիճակում էին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն Տիգրան Վարդանյանը եւ Երևանի պետական համալսարանի դասախոս Ալեն Ղևոնդյանը տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործմամբ Facebook-յան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել։ Տիգրան Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով։ Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ քանի դեռ ինքը գլխավորում է հրեական պետության կառավարությունը, Իրանը միջուկային զենք չի ունենա։ Նա նշել է, որ ինքը ավելի քան 30 տարի գտնվում է Իրանի միջուկային ծրագրի դեմ միջազգային պայքարի առաջնագծում։ Նրա խոսքով, եթե չլիներ այդ պայքարը, Իրանը վաղուց կունենար ատոմային ռումբեր Իսրայելը ոչնչացնելու համար։ Միջազգային այլ անցուդարձի առաջարկում եմ ծանոթանալ տեսաշարով։ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ալ Քարնսը հրաժարականի դիմում է ներկայացրել, հետևելով պաշտպանության նախարար Ջոն Հիլիին։ Քարնսը հայտնել է, որ պաշտպանության ներդրումային ծրագիրը բավարար չափով փոխակերպող չէր եւ առաջ գնալու փոխարեն ետ էր գնում։ Նա նշել է, որ կառավարությունը պետք է ավելի շատ գումար գտնի պաշտպանության համար, իսկ թե որտեղից այն պետք է հայթայթվի, արդեն վարչապետի խնդիրն է։ Ավելի վաղ Հիլին հայտնել էր, որ պաշտպանության համար նախատեսվող գումարը շատ ավելի քիչ է, քան անհրաժեշտ է երկրին եւ նրա պաշտպանության այս դժվարին ժամանակներում։ Ջոն Հիլիին պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է ներքին գործերի նախկին փոխնախարար Դեն Ջարվիսը։ Հյուսիսային Կորեան եւ Ռուսաստանը այժմ բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ։ Այս մասին ասվում է Հյուսիսային Կորեայի պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ ուղղված հեռագրում։ Ուղերձում ընդգծվում է, որ Փհենյանը եւ Մոսկվան բացում են պատմության նոր էջ եւ ամրապնդում սրտանց ընկերական վստահության եւ դաշնակցության հարաբերությունները։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքով դա երկու երկրների պարտականությունների եւ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի արդար գաղափարի նկատմամբ հավատարմության, հպարտության արժանի արդյունք է։ Կիմ Չեն Ընը Պուտինին հաջողություն է մաղթել պատասխանատու աշխատանքում, իսկ եղբայրական ռուս ժողովրդին հաջողություն եւ հաղթանակ։ Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել է 30 տարվա բանտարկության Փհենյան անօդաչու թռչող սարքեր ուղարկելու համար, ռազմական դրություն հայտարարելու պատրվակ ստեղծելու նպատակով։ Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Յուն Սոկ Յոլին մեղավոր է ճանաչել հակառակորդին օգնելու եւ իշխանությունը չարաշահելու համար։ Հակառակորդին օգնության հոդվածն օգտագործվում է, եթե ռազմավարական ոլորտում Կորեայի Հանրապետության շահերին վնաս է հասցվել, նույնիսկ առանց Հյուսիսային Կորեայի հետ ուղղակի նախահամաձայնության։ 30 տարվա ազատազրկման է դատապարտվել նաև նախկին պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյուն այդ գործողություններում իր դերակատարման համար։ Անօդաչուների գործողությունների հրամանատարության նախկին ղեկավարն էլ դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության վերաբերյալ տեղեկությունները ենթադրություններ են եւ որ ոչինչ չի վերջնականացվել, չնայած ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ համաձայնությունը մոտ է։ Բաղային նաեւ ասել է, որ փոխըմբռնման հուշագրի տեքստի մեծ մասն արդեն վերջնականացված է, սակայն ԱՄՆ-ն չափազանց շատ պահանջներ է ներկայացրել եւ ավելացրել նոր խնդրանքներ։ Նա շեշտել է, որ երկիրը չի շեղվի իր կարմիր գծերից։ Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել էր, որ կա համաձայնություն, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Նա նշել էր, որ հավանաբար կլինի ստորագրում գուցե Եվրոպայում, երբ փաստաթղթերը վերջնականապես հաստատվեն եւ դա պետք է արվի բավականին արագ։ Թրամփի խոսքով փաստաթղթերը բավականին վերջնական վիճակում են, այնպես որ կտեսնենք։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի հենց համաձայնագիրը ստորագրվի։ Լիբանանում ավիահարվածի հետևանքով երկու մալազիացի խաղաղապահ թեթև վիրավորում է ստացել։ Մալազիայի պաշտպանության նախարար Մոհամեդ Խալեդ Նորդինը հայտնել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կազմում գտնվող մալազիական գումարտակի երկու անդամները միջադեպի ժամանակ եղել են Տիբնինում ՄԱԿ-ի բազայից մոտ 1 կիլոմետր արևմուտք գտնվող լոգիստիկ շարասյան մեջ։ Խալեդի խոսքով անձնակազմի երկու անդամներն էլ անցել են բժշկական զննում եւ ըստ տեղեկությունների գտնվում են կայուն վիճակում։ Նա նաեւ նշել է, որ նախարարությունը կշարունակի հետևել զարգացումներին, անձնակազմի պատրաստվածությանը եւ Լիբանանում Մալազիայի խաղաղապահ առաքելության սահուն իրականացումն ապահովելու համար։ Իր հերթին ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը նշել է, որ UNIFIL-ը կհետաքննի միջադեպը, առանց մանրամասնելու, թե ով է պատասխանատու հարձակման համար։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա Հեզբոլահի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3711-ի, իսկ վիրավորներինը 11483-ի։ Շարունակենք թողարկումը։ Հունիսի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում մասնակցել է Եվրոպական անվտանգային եւ պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի նիստին։ Եվրոպական անվտանգային եւ պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիայի խորհրդի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններում իրականացվող բարեփոխումները եւ կարեւորել գործակցության ընդլայնումը, մասնավորապես Եվրամիության ռազմական Էրազմուս ծրագրի շրջանակներում։ Բրյուսել կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է պաշտպանական եւ անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազելտի հետ, քննարկել պաշտպանության ոլորտում գործակցության ընթացիկ ծրագրերին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տարածել է տեսանյութ զինված ուժերի կործանիչների ուսումնական թռիչքներից։ Թռիչքուղու հարևանության բոլորն են գործի անցել։ Տեխնիկական անձնակազմը, պատասխանատու ստորաբաժանումները, ուսումնական թռիչքի են պատրաստվում։ Կործանիչների սպասարկումն ավարտված է, լրացուցիչ ստուգումները նույնպես։ Ռազմաավիացիոն այս հսկաները պատրաստ են օդ բարձրանալ։ Ղեկին երիտասարդ, բայց արհեստավարժ օդաչուներն են։ Րոպեներ տևող այս թռիչքը վարպետորեն կատարող անձնակազմը տարիների փորձառություն ունի, կրթություն, վարժանքներ, տքնաջան աշխատանք ու մեծ նվիրում գործին, առաքելությանը։ Այստեղ կարևոր է ոչ միայն կործանիչը հմուտ ղեկավարելը, այլև ներդաշնակ գործելն ու օդում բոլորով մեկ ամբողջական շղթա կազմելը։ Երբ օդաչուները վերադառնում են, նոր միայն կարելի է զրուցել մասնագիտության, պատրաստության ու անթերի իրականացված ելույթների մասին։ Սկսենք առաջին քայլից։ Ինչպես է սկսում օդաչուի թռիչքային օրը։ Թռիչքների օրը սկսում ենք նախաթռիչքային պատրաստությունից, բուժզնությունից, խնդիրների առաջադրումից, որից հետո ընդունում ենք ավիացիոն տեխնիկան,
Կարևոր է եղանակը, իրադրության ճշգրիտ գնահատումը, բոլոր ստորաբաժանումների համակողմանի պատրաստությունը թռչող միավորների ղեկավարումը պատշաճ կազմակերպելու համար։ Շատ ծավալուն աշխատանք է տարվում։ Ծառայության ներկայանալուց հետո մենք ամբողջ օդաչուական անձնակազմով դուրս ենք գալի ինքնաթիռների մոտ ու ինչ որ պետք է անենք երկնքում, նույնը անում ենք ինքնաթիռների մեջ։ Ռազմական ավիացիան էականորեն տարբերվում է զինված ուժերի մյուս զորատեսակներից՝ բնույթով, գործողությունների առանձնահատկություններով, հնարավոր ռիսկերով։ Իրավիճակները օդում են փոխվում ու պետք է կարողանաս կատարես հստակ որոշում, իսկ որոշումը պետք է լինի արդյունավետ։ Ու այդ ամեն ինչը օդում մեծ արագությունների տակ։ Իրավիճակն ու դրա գնահատումը այլ է ցամաքում, գետնի վրա, դրամագծորեն այլ է օդում, երկնքում։ Մեծ արագությամբ սլացող հսկային ղեկավարելիս ժամանակի չափումները նույնպես նույնը չեն։ Եթե ցամաքային զորքերը ինչ-որ գործողություն կատարում են ժամերի ընթացքում, ռազմական ավիացիան կարող է նույն խնդիրը կատարել հաշված րոպեների ընթացքում բարձր ճշգրտությամբ։ Ավիացիային փոխգործակցությունն անփոխարինելի առաջնահերթություն է։ Կապը հրամանատարական կետի հետ, կենտրոնացումը առաջադրանքը կատարելիս, հավասարակշռությունը ցանկացած դժվարության հանդիպելիս։ Մեծ պատասխանատվության զգացում, գիտելիքների մեծ պաշար պետք է ունենա անձը, որպեսզի կարողանա դառնա տերը իր մասնագիտության ու ամենաառաջնայինը պետք է լինի մանկուց եկած այն սերը, որը որ հիմնական ուղղորդումը պետք է լինի անձին դառնալու օդաչու։ Եվ այս ամենը հնարավոր է միայն ամենօրյա մարզումների, պարբերական թռիչքների, գիտելիքով մշտապես զինվելու, կարողություններն անընդհատ կատարելագործելու շնորհիվ։ Այս ամենով են առաջնորդվում հայ օդաչուները։ Ուսումնական թռիչքներ են կատարում, տարբեր վարժություններ, խուսավարումներ, իմիտացիաներից սկսած մինչև ռեալ կիրառումից։ Դասերը շարունակվում են լսարանում, հրամանատարների հետ քննարկելով նոր սցենարներ, առաջարկելով նոր լուծումներ պատվաբեր առաքելությունը բարձր մակարդակով կատարելու համար։ Հայկական ատոմային էլեկտրակայանի պահպանության հատուկ հրշեջ փրկարարական ջոկատում դիտարկվել են ծառայության կազմակերպման ընթացքը, անձնակազմի աշխատանքային պայմանները, ինչպես նաև նոր ձեռքբերված հրշեջ փրկարարական տեխնիկայի և սարքավորումների հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։ Փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 11-ին այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան փակբաժնետիրական ընկերության պահպանության հատուկ հրշեջ փրկարարական ջոկատ։ Արամ Ղազարյանը Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել է ատոմակայանի տարածքում ծանոթացել ջոկատի ծառայության կազմակերպման ընթացքին, անձնակազմի աշխատանքային պայմաններին, ինչպես նաև ձեռքբերված նոր հրշեջ փրկարարական տեխնիկային և սարքավորումներին։ Փրկարար ծառայության տնօրենը բարձր գնահատելով ծառայողների մասնագիտական պատրաստվածությունն ու պատասխանատու աշխատանքը, ընդգծել է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման գործում հրշեջ փրկարարների դերը բացառիկ նշանակություն ունի։ Նա շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության, կարգապահության և իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ կատարման համար։ Արամ Ղազարյանն անդրադարձել է նաև ծառայողների մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործման և ատեստավորման գործընթացին, նշելով, որ այն կարևոր նախապայման է փրկարարների սոցիալական երաշխիքների բարելավման համար։ Նա կարևորել է մասնագիտական ու ֆիզիկական պատրաստվածության շարունակական զարգացումը, ընդգծելով, որ յուրաքանչյուր ծառայող պետք է մշտապես աշխատի սեփական կարողությունների կատարելագործման ուղղությամբ և պատրաստ լինի ստանձնելու ավելի պատասխանատու պաշտոններ։ Փրկարար ծառայության տնօրենը նշել է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի պահպանության հատուկ հրշեջ փրկարարական ջոկատում ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում, հաշվի առնելով պահպանվող օբյեկտի ռազմավարական նշանակությունը։ Այցի շրջանակում փորձարկվել են նաև Հայկական ատոմային էլեկտրակայանի հատուկ նշանակության մեքենաները, ստուգվել են նոր ձեռքբերված տեխնիկայի հնարավորությունները, շահագործման պատրաստվածությունը և արտակարգ իրավիճակների դեպքում կիրառման արդյունավետությունը։ Փրկարար ծառայության տնօրենը վստահություն է հայտնել, որ ժամանակակից տեխնիկայով համալրումը կնպաստի ծառայության օպերատիվ կարողությունների ընդլայնմանը, հրշեջ փրկարարական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և ռազմավարական նշանակության օբյեկտների անվտանգության առավել հուսալի ապահովմանը։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն մաքսային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում շարունակաբար իրականացնում է լայնածավալ միջոցառումներ Հայաստանի Հանրապետության օդային սահմանով կանխիկ դրամական միջոցների և ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ։ Միջոցառումների ընթացքում օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի, պատմում է տեսանյութը։ Պետական եկամուտների կոմիտեն մաքսային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում շարունակաբար իրականացնում է լայնածավալ միջոցառումներ Հայաստանի Հանրապետության օդային սահմանով կանխիկ դրամական միջոցների և ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ։ Օրերս Արմենիա միջազգային օդանավակայաններ Փակ բաժնետիրական ընկերության կորած և գտնված իրերի բաժնի աշխատակիցը փորձել է օդանավականի տարածքից ծառայողական անցակետով դուրս բերել թղթե փաթեթ։ Հաշվի առնելով տվյալ աշխատակցի մոտ թղթե փաթեթի առկայության հանգամանքը, նույն ընկերության ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները պարզել են, որ թղթե տոպրակում առկա է iPhone մակնշմամբ 30 բջջային հեռախոս, ինչպես նաև 14 միլիոն ռուսական ռուբլի կանխիկ դրամական միջոց։ Վերջինիս չի թույլատրվել լքել օդանավակայանի տարածքը։ Այդ մասին աշխատանքային կարգով տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության պատասխանատուներին։ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության, ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության Զվարթնոց և Էրեբունի բաժնի մաքսային ծառայողները իրականացված մաքսային հսկողության արդյունքում պարզել են, որ կորած և գտնված իրերի բաժնի աշխատակցի փաթեթում առկա են 30 հատ iPhone մակնշմամբ բջջային հեռախոսներ, ինչպես նաև 14 միլիոն ռուսական ռուբլի կանխիկ դրամական միջոցներ, որոնք որպես իրավախախտման անմիջական օբյեկտներ վերցվել են մաքսային մարմինների կողմից։ Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման մասին օրենքի 307 և 313-րդ հոդվածների համապատասխան հատկանիշներով կազմվել են արձանագրություններ։ Դեպքին առնչվող նյութերը ՊԵԿ մաքսային մարմնի կողմից ուղարկվել են ազգային անվտանգության ծառայություն, օրենքով նախատեսված հետագա գործողություններն իրականացնելու նպատակով։ Այնուհետև նշված կառույցի կողմից նյութերը փոխանցվել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։ Բացահայտվել է մեքենայից գողության հերթական դեպքը։ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է, պատմում է ոստիկանության տեսանյութը։ Շորթման նպատակով ավտոմեքենայից կողային հայլու ապակիների գողության հերթական ահազանգը համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ստացվել էր մայիսի 29-ին։ Դավթաշենի 4-րդ թաղամասի բնակիչն առավոտյան հաղորդում էր տվել, որ գիշերը տարել են շենքի բակում կայանված իր Մերսեդեսի կողային հայլիների ապակիներն ու թողել տելեգրամյան հասցեի հղում։ Նույն օրը նախաձեռնվեց քրեական վարույթ գողության և շորթման հատկանիշներով։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները ստացան հավաստի տեղեկություն, որ շորթման նպատակով գողությունը կատարել է Մայրաքաղաքի Վերֆելի փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։ Հունիսի 5-ին նրա նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում և նույն օրն էլ նա ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին։ Դատարանի որոշմամբ երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հետևողական աշխատանք է իրականացնում նման հանցագործությունները կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Ապարանի ջրամբարը հունիսի 11-ի հորդառատ տեղումների արդյունքում լցվել է 100%-ով։ Սևանա լճի մակարդակը ժամերի ընթացքում բարձրացել է 2 սանտիմետրով։ Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացրել է հիդրոօթերոթաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Երեկվա հորդառատ տեղումները իրենց կնիքը թողեցին ջրային ռեսուրսների վրա։ Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով։ Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2 սանտիմետրով։ Facebook-ի իր էջում գրել է Ազիզյանը։ Եվ շարունակելով եղանակի թեման, Երևան քաղաքում հունիսի 12-ին կեսօրից հետո 14-ից 15 գիշերը և կեսօրից հետո 16-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժ գնացում։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հունիսի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-ին, 16-ին գիշերը և կեսօրից հետո 17-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 12-ի երեկոյան 14-ից 16-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս թողարկման համար առանձնացված լրահոսն այսքանն էր, իսկ դուք բաց չթողնեք ապդեյթ վերլուծականը անմիջապես թողարկումից հետո։ Հաջողություն։